Աշակառու մարդ եմ, 40,000-ով ես կարամ ապրեմ, որ օրը 1000 դրամ ես ծախսեմ։ Երևանի անմիջական հարևաններ Կոտայքի, Քասախ եւ Պրոշյան գյուղերի ավելի քան 10,000 բնակիչները փաստի առաջ են կանգնել։ Ահազանգում են բնակավայրերը մայրաքաղաքին կապող Երևանյան 25 եւ 59 համարի ավտոբուսներին շուտով պետք է փոխարինեն Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերության միկրոավտոբուսները, որոնց սակագինն ավելի բարձր է։ Եթե այժմ քաղաքացիները մեծ ժոնգթոնգ ավտոբուսներով են երթևեկում ու 150 դրամ վճարելով տեղ հասնում, հնարավոր փոփոխությունից հետո միկրոավտոբուսներից կօգտվեն, իսկ դրանցով մեկ ուղևորության արժեքը 200-ից 250 դրամ կկազմի։ Սպասվող փոփոխության մասին բնակիչներն անցած ամսվա վերջին են իմացել։ Քասախի եւ Պրոշյանի վարչական ղեկավարների գրասենյակներն իրենց Facebook-յան էջերում նոր երթուղիների վերաբերյալ կառավարության հրամանն էին հրապարակել։ Վրդովված քաղաքացիները պահանջում են գործող տարբերակն անփոփոխ թողնել։ Նրանք ինչպես շաբաթ օրը այսօր դարձյալ փողոց էին դուրս եկել, փակելով Երևան-Աշտարակ ճանապարհը։ Ժողովուրդ, հույսերը ձեր չեք կորցնում։ Այս անգամ կառավարությունը, քաղաքապետարանը, բոլոր մարմինները լսրեն ժողովրդի ձայնը։ Զայրացած քաղաքացիները հաշվել են փոփոխությունից հետո իրենց ֆինանսական բեռը շեշտակի կմեծանա։ Ըստ հրապարակված փաստաթղթերի Պրոշյան-Երևան միկրոավտոբուսների համար 250 դրամ սակագինը կգործի։ Այս գումարով մեքենաները նրանց միջև աջափնյակ կհասցնեն։ Այստեղից ստիպված կլինեն այլ ավտոբուս նստել ու եւս 150 դրամ վճարել։ Ասեմ լավ, հələ աշխատողների մի կողմ 1100 ուսանող, իջացրեցիք ֆիզիկայի խաչմերուկ։ Այդ մարդիկ ոնց են հասնելու կենտրոն։ Խնդրում ենք, որ գոնե 25 համարի երթուղի մնա, դրա հետ համատեղ մեծ համայնք է, երկու համայնքներն են մեծ բնակչություն ունեն։ Լավ է, ինքներդ տեսնում եք, զարգացող ուղի է, էլի, ասենք, այդքան մոլ է կառուցվում եւ այլն։ Ասենք, առաջարկում ենք, որ թող մուլտիգրուպն էլ մտնի, ավելի լավ, եթե ունենանք երկու տրանսպորտ, դա մենակ մեր շահերից է։ Գագիկ Ծառուկյանի որդուն պատկանող մուլտիտրանսպորտ ընկերությունը տարիներ առաջ հաղթել է Կոտայքի մարզում տրանսպորտային փոխադրումների մրցույթում եւ ըստ կարգի մարզում կանոնավոր փոխադրումներն իրենք պետք է իրականացնեն։ Ոլորտը տարածքային կառավարման նախարարությունն է համակարգում։ Ճանապարհը փակած բնակիչները նախորդին փոխնախարարին են հանդիպել, արդյունքներից սակայն գոհ չեն։ Ասացին վաղն էլ կառավարությունում հանդիպում կլինի եւ եթե հետ քայլ չանեն, բողոքի ակցիաները կշարունակեն։ Օրինակ երեկվա մեր խոսակցությունից հետո, ասենք իրանք այնց ասեցին, որ այսօրվանից արդեն 25-ը չպետք է լիներ։ Բայց հետո գյուղապետարանից տեղեկացրեցին, որ այսօր ու վաղը էլի աշխատելու է 25-ը։ Պրոշյանի վարչական ղեկավարի Facebook-յան էջում նաև ժամանակացույց է հրապարակվել։ Պրոշյան-Երևան երթուղին կաշխատի մինչ երեկոյան 19-ը։ Թե այդ ժամից հետո գյուղի հազարավոր բնակիչներն ինչպես են երթևեկելու, պաշտոնյաների կազմած փաստաթղթերից պարզ չէ։ Մեր սիրելի ավտոբուսն եկա։ Պրոշյանցիների հետ Ազատությունն էլ առայժմ գործող 25 համարի ավտոբուսով Երևան վերադարձավ։ Մի քանի կանգառից հետո ավտոբուսում նստելու տեղ չկար։ Ուղևորները չեն պատկերացնում, թե ավելի փոքր մեքենաներով ինչպես են երթևեկելու։ Այս մի տրանսպորտն անձի ձեր տալիս, ես եմ որոշել, որ ուղղությամբ գնամ, որ ուղղությամբ հետ գամ, ու ես մի տրանսպորտը լինի։ Քաղաքացիները սրտնեղում են նման որոշումից առաջ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել։ Ու ես առավոտվա ժամը 5-ից աշխատում եմ, ժամը 9-ին նոր տուն եմ գալիս։ Այդ երբևիցե մի օր մի բան չշահեցի, իսկ օլիգարխները, ժողովուրդիներ, ճանապարհիներ, ամեն ինչ են փող տանում ու առնում են։ Ոլորտը համակարգող տարածքային կառավարման նախարարությունից թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ առայժմ չեն ցանկանում։